Այո, բառերը հոգի ունեն, այո, բառերը հոգի ունեն ու ճամփորդում են ուղիղ դեպի մի ուրիշ հոգի, ունեն երաժշտություն, որ առանց դիպչելու կարող է շոյել և ունեն նաև այնպիսի քաղցրություն, որ խառնվում է արյանդ քայլերին, բառով կարելի է հարբել, կորսվել, գտնվել, աշխարհը շուռ տալ, անմահություն հիմնել, բայց շատ ափսոս, որ նա կարող է նույնպես դանակի սրությամբ վերք բանալ քո մեջ, միկրոբ լինել ու քեզ թունավորել կամ փամփուշտի պես արագ քեզ սպանել։ Այո, բառերը հոգի ունեն, մութ են սրսկում ժամերիդ կամ ստեղծում են սեր, խաղաղություն և կյանք, բայց չեմ հասկանում, թե ինչու է ամեն բան, որ ծնունդ է առնում, մահանում է անպայման, իսկ բառը, երբ լույս տեսնի, մնում է ամրացած, իբրև խորքերի հավերժ բնակիչ։ Բարույր սևակին, հանկարծ ծփած լռություն է քո զանգակատան և միայն քո խոսքը մնաց ամբողջացնելու կենսանյութը քո տեսիլքների, ցավը տանեն, ասում էիր ինձ, հիմա բոլոր ցավն այդ հսկա հրվածի մեջ հավաքած մեզ ետ տվեցիր միանգամից, որ պարանն անիծյալ խեղդեց քո ապագան քեզ հանձնելու ժամանակահավետ, ինչ արդյունքով մեծությանդ զուգահեռ կարող եմ արտասվել, մենք պիտի վառեինք դեռ ջահը մի նոր պատմության, երազներ պիտի գծեինք նոր երազներով հաղի, բայց ճակատագիրը որոշեց բացակայությամբ մեծարել քեզ, բարհույր, իմ սիրելի, ընդունիր այս ցավի համանվագում արտասուք ամենավոր նրանց, ովքեր հասկանում են տարածությունը հոգուտ և գիտեն, թե հրաժեշտիցդ առաջ հաղթել է իր արդեն մահվան։ Թող, որ այսօր ես երգեմ քեզ հանուն այն խորհրդի, որ հավատամքի է վերածում գոյությունդ, և հանուն քո անլռելի զանգակատան, որի ղողանջները սուր քայլեր են դառնում, որ ժողովուրդը մեր տողանցի անվերջ դեպի եղձերը քո, տեսիլքը քո, դեպի վերագտած հայրենիքը